Թմրանյութերից կախվածությունը նակրոմոնիա, բարդ քրոնիկական և հաճախ կրկնվող ուղեղի հիվանդություն է։ Այն բնութագրվում է թմրամիջոցի նկատմամբ անհաղթահարելի ձգտումով և դրա օգտագործմամբ, նույնիսկ գիտակցելով դրա կործանարար հետևանքները։ Մորֆինը հայտնաբերվել է 1804 թվականին գերմանացի տեղագործ Ֆրիդրիխ Զերթյուրների կողմից։ Նա տեղն անվանեց հին հունական երազաբեր աստծո Մորփեոսի պատվին, քանի որ նկատեց, որ այն մարդկանց մեջ առաջացնում է խորը, քնանման վիճակ և թեթևացնում տառապանքը։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բույսից ափիոնից անջատվեց դրա հիմնական ակտիվ նյութը՝ ալկալոիդը։ 1853 թվականին ներարկիչի հայտնաբերումը նպաստեց այս թմրանյութի տարածմանը։ Բժշկական նպատակներով կիրառվող ափիոնը պետք է պարունակի 10% մորֆին, սակայն նույնիսկ բժշկության մեջ այս նյութը պետք է կիրառել խիստ հսկողության տակ։ Ցավազրկող ազդեցությունը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի վրա ունեցած ազդեցությամբ։ Մորֆինը նշանակվում է միայն բժշկի կողմից խիստ վերահսկողության տակ, սովորաբար հետևյալ դեպքերում՝ սուր և ուժգին ցավերի, որոնք չեն անցնում ցավազրկողներով, հիմնականում վիրահատություններից հետո ծանր վնասվածքների դեպքում։ Քրոնիկ ուժեղ ցավերի, հատկապես ուռուցքային հիվանդությունների ժամանակ, սրտամկանի ինֆարկտի ժամանակ առաջացող ցավը մեղմելու և հիվանդի տագնապը նվազեցնելու համար։ Առաջանում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական կախվածություն։ Տեղի ընդունումը կտրուկ դադարեցնելիս հիվանդի մոտ սկսվում է աբստինենտային համախտանիշ (լոմկա)։ Հայտնի օրինակ է ռուս նշանավոր գրող Միխայիլ Բուլգակովը։ Թեև նա մահացել է երիկամների հիվանդությունից, սակայն նրա կյանքի զգալի մասը ուղեկցվել է մորֆինի ուժեղ կախվածությամբ, ինչն էականորեն քայքայել է նրա առողջությունը։ Նա իր դաժան փորձառությունը նկարագրել է հայտնի մորֆին պատմվածքում։ 19-րդ դարի կեսերին, հատկապես Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, մորֆինը սկսեց լայնորեն կիրառվել ներարկիչների միջոցով։ Այն ժամանակ կարծում էին, որ ներարկման դեպքում կախվածություն չի առաջանում։ Արդյունքում տասնյակ հազարավոր զինվորներ դարձան մորֆինամոլներ։ Այդ վիճակներին ժամանակ անվանում էին բանակային հիվանդություն կամ զինվորական հիվանդություն։ Հարգելիներս, մեր առողջությունը կառուցվում է ամենօրյա փոքրիկ որոշումներից և քայլերից, սկսած քնի տևողությունից մինչև այն սնունդը, որը մենք ընտրում ենք։ Եվ որպես վերջաբան եկեք հիշենք կարևորագույն ցիտատներ առողջության մասին։ Առողջ մարդը 1000 ցանկություն ունի, իսկ հիվանդը միայն մեկը։ Արևելյան ասացվածք։ Մեր մարմինը մեր այգին է, իսկ մեր կամքը դրա այգեպանը։ Ուիլյամ Շեքսպիր։ Առողջությունը դեռ ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է։ Սոկրատես։